Ջինսի սերունդ։ Շատ հետաքրքիր է, որ մեզնից որևէ մեկը ջինսի սերնդի ներկայացուցիչ չի, ամենայն դեպս ես ինձ չեմ համարում ջինսի սերնդի ներկայացուցիչ, բայց Կոմս, դու ընտրեցիր ջինսի սերունդը, որպես PS մեզ համոզեցիր ու ներգրավեցինք այդ ամենի մեջ։ Խնդրում եմ, կասես ինչն էր, որ այդտեղ քեզ հետաքրքրեց, անհանգստացրեց, հոգիդ շարժեց։ Երբ էր որ բեմադրեցինք։ Կարծում եմ անցյալ տարի։ Հունիսի 14-ին առաջնախաղը։ Հա, բրավո։ Ամենավատը այնա, որ ջինսի սերնդի ասելիքը միջև այսօր էլ մնում է ակտուալ, ինչի, որովհետև երբ որ հասարակության մեջ չկան մարդիկ, ովքեր պատրաստ են խենթությունների, հանուն գաղափարի, այդ հասարակությունը դատապարտված է, այդ սերունդները դատապարտված են գնալու ոչ միտեղ, այդ սերունդները անընդհատ քայլում են, բայց ոչ միտեղ չեն հասնում, եթե չկա այդ սերնդի մեջ կորիզ, եթե այդ սերնդի մեջ չկան մարդիկ, որոնք նույնիսկ սխալի հաշվին, որոնք նույնիսկ, չգիտեմ, տերորի հաշվին պիտի հասնեն իրանց ուզած նպատակակետին, իրանց գաղափարների, այսինքն հանուն գաղափարի չկան մարդիկ, ովքեր կտրաքացնեն դեսպանատներ, ովքեր կգողանան օդանավներ, ովքեր ինքնահրկիզման կգնան, երբ որ չկա այդ կորիզը։ Այսքանն էր ավարտվեց մեր ոդքասթը եւ ընդհանրապես մեր գործունեությունը, որովհետեւ այս ամեն ինչին ինչ կոչեր ես անում։ Կոչեր չի, այստեղ գաղափարի պաշտպանության հարց է, հանուն այդ գաղափարի ես օրինակներ եմ բերում։ Ես չեմ ասում պարտադիր պետքա գնաք բան անեք, օդանավ գողանաք, գնաք դեսպանատուն տրաքացնեք, որ ասեն վաու։ Չէ։ Խնդիրը Իսկ որ էդ էր ասում։ Չէ, ես օրինակներ եմ բերում։ Ասում եմ եթե չկա, Ահանջան ընդհատում ես։ եթե տես մարդ չկա։ Կներեք անի։ Հա, ցավոք սրտի այդ գաղափարի հետևից գնացողները չկան, հանուն գաղափարի գործունեություն ծավալողները չկան, բացակայում են։ Դրա համար ես այդ ոգևորությունը ուզեցա ինքս իմ մեջ առաջացնեմ, շարժառիթներ մանեկա, օբյեկտիվներս փոխել եմ 1000 անգամ, հեռուն եմ տեսել, մոտիկն եմ տեսել, ավելի խոշորն եմ տեսել ու հասկացա, որ ես այս գժերին կկարոտեմ, եթե չբեմադրեմ։ Հասկացա։ Հիմա այստեղ նստած են մարդիկ, ովքեր ըստ ներկայացման բոլորը սխալ են։ Մի քիչ իհարկե մենք մատնում ենք ներկայացումը, բայց ամեն դեպքում հավաքվել ենք դրա մասին խոսելու։ Իմ կերպարը եւ Անիի կերպարը սխալ էին, որովհետեւ տերորի միջոցով էին ուզում այդ ամեն ինչին հասնել եւ երկու կերպարները սխալ էին, որովհետեւ տերորի էին ենթարկում մնացած կերպարների։ Այդտեղ կա հակադրություն, բայց այդտեղ կա նաեւ արդարացում։ Այդքանով հլը որ սպասենք, քո պատասխանին դերակատարներին անցնենք։ Մինաս ըստ քեզ մոռացի մի բան, որ դու դերակատար ես։ Ո՞վ է այս պատմության մեջ ավելի ճիշտ։ Իմ կարծիքով ամեն դեպքում չարժի օդանավ տրաքացնել կամ առևանգել կամ ինչ էլ որ լինի։ Իմ կերպարը ունի մի նախադասություն, որը որ իմ կարծիքով առանցքում է հենց իմ կերպարի, երբ որ նա ասում է, եթե սրանք չլինեին, էլի փակագծեր չենք բացում, բայց եթե այդ երիտասարդները չլինեին, այս ամեն ինչը մեկը չէր լինի ու այդքան մարդ չէր տուժվի, այդքան մարդ չէր զոհվի այդ կրակոցների արդյունքում ու ինձ թվում է ամեն դեպքում, քանի որ ես մարմնավորում եմ Աշխարհի ամենաբարի ոստիկանին, հա, ավելի շատ սիստեմը, սիստեմի մեջ են ապրում եւ այդ իմ մեջ էլ է մի օր կոտրվում։ Իհարկե, որովհետեւ ապրոմակցում եմ իրանց։ Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ դա ելք չի։ Այսինքն ամեն դեպքում ջինսի սերնդի ներկայացուցիչները այս պարագայում այդքան էլ ճիշտ չէին, ըստ քեզ։ Հա, ինձ թվում է, հա։ Անդ դու ինչ կասես։ Իմ կարծիքով, ահա, ստեղ մի կերպար կա, որը ճիշտ խոսքեր ասում է, ինքը ոնց որ բալանսավորողն է, որ ոչ մի
մարդու կյանքի գնով ոչ մի նպատակ այդ արժան չի, տենց նպատակ չկա, որ մարդկանց գլուխներով հասնես դրան, տենց կերպար կա, բայց նույն Մինասի մատնանշած կետը, որ եթե սրանք չլինեին, այս ամեն ինչը կլիներ, նենց էլ չի դրանցից է սկսել, դրանք այդ որոշումը ծնվել է հենց նրանից, ինչը սկսել է շատ վաղուց, ու ճահիճա, որը սկսել է բարձրանալ ու երբ որ ինչ-որ կետի է հասնում, շնչելու օդ չկա, արդեն փրփուրներից ես կախվում։ Ու ես էլ իհարկե չի կարելի տենց տերորը բան լուծում չի, որովհետև ագրեսիան ագրեսիա է ծնում, տերորը տերոր։ Ու հենց այդպես էլ երևի եղել է այդ իրանց քայլը, որովհետև բայց դա ինչ որ գիտեք ինչի եմ ես նմանացնում, որ տենց ամպուտացիան էլ ամենաբարի լուծումը չի, երբ որ գանգրենա է առաջանում, բայց միակ լուծումն է, սենց ինչ որ պահի են հասել, հիմա մեր ձենը տակ տեղից է գալի, մենք հեշտ կարանք ասենք դրանք տերորիստ էին կամ դրանք հերոս էին, իրանց կյանքը զոհեցին բան, բայց ընդեղ ուրիշ մարդիկ կար, ում ընտրություն այդ չէր, բայց նրանց էլ զոհեցին։ Սենց մի հատ բան դիլեմա է առաջացել, բանը այդ պահպանողականների ջանքերով ստեղծված այդ քաղաքական եւ ընդհանրապես հասարակական վիճակի կարգերի վերումով։ Բայց այս մեր ներկայացումը հենց մի հատ տենց ոնց որ նշանն եմ ես տեսնում, որ եւ չի կարելի տենց նագլի ավարի ներողություն, նագլի ավարի նենգաբար էլի ոնց որ հասնել ինչա ես ուժեղ եմ կարամ ձեր օդը փակեմ, որովհետեւ եթե օդը փակես մարդը շլանգը ծակելի է գոնե որ օդ կա թե չէ մարդու մեջ դրած է ինքնապահպանության բնազդել այսպիսի բան եմ ես տեսնում որ եւ այդ ճնշողներին է նշան եւ այդ ճնշողների որոշած քայլն է նաեւ ցույց տրվում մարդկանց թե ինչ հետևանքների է բերում որ դա էլ լուծում չի ես տեղ եմ տեսնում արժեքը ներկայացնում Շնորհակալություն։ Ան ինձ մի հատ հարց է հետաքրքրում դու այս ծերակույտի հետ համեմատած ամենաերիտասարդ ներկայացուցիչներից մեկն ես ու քեզ համար ընդհանրապես պետք է անհասանելի լինի այդ գաղափարը ջինսի սերունդ, չի կարելի էս բան անել, շոր հնարավոր չի գտնել, որովհետև շատ բաց եղավ, հատկապես մեր ձեր սերնդի համար ամեն ինչ բաց էր իրականում ու այդ ամեն ինչը գտնել, այդ ամեն ինչը բերել, ուսումնասիրել, հետո աշխատել ռեժիսորի հետ իրականում, այս ամեն ինչի մասին եմ մի քիչ ուզում համել խոսենք, էլի։ Գիտես, ես մինչև հիմա էլ իրականում սենց ուսումնասիրությունների մեջ եմ, որովհետև հաճիշտ ես, ես ընդհանրապես չեմ պատկերացնում, ոնց կարելի է այդ վիճակով ապրել, որովհետև չեմ տեսել այդպիսի բան, ինչքան էլ որ պատմությունից լսել եմ, պատմել են, նկարագրել են, Արտուրի հետ ենք շատ խոսել։ Մոտ եք Արտուրի հետ։ Մոտ ենք, հա, շատ մոտ ենք, հա։ Վերջերս ավելի մոտեցանք։ Ինչն է պատճառը։ Դե ոնց որ դարձա կինը։ Շնորհակալություն։ Այդպես մինչ օրս էլ մենք քննարկում ենք, ինչ որ այնպիսի բաներ են նույնիսկ պատմում, որ գիտես պատկերացնելն է դժվար, որ այդպես ապրել են մարդիկ։ Բայց ես Թինայի հետ կապված ինքը ինձ օգնեց, ես մի հատ շատ լավ բան գտնեմ իմ մեջ, որպես Անի։ Ես հասկացա, որ ես էլ եմ տեսակով ռոմանտիկ, ոնց որ Թինան էր։ Ես էլ եմ խենթություններ սիրում, ոնց որ ինքը, որովհետև եթե չսիրեր են խենթությունը, որը Արտուրը ասեց, եթե խենթ չլիներ տեսակով, այդ քայլին չէր գնա հաստատ։ Չեմ ուզում շատ փակագծեր հիմա բացեմ, որ մեր սիրելի հանդիսատեսը գա եւ դիտի ներկայացումը դժվար էր հա պատկերացնել ու հիմա էլ մինչեւ հիմա ամեն անգամ խաղալիս անընդհատ ուզում եմ ինձ գտնեմ այդ պատմության մեջ անընդհատ դժվար է շատ ինչ խոսք Ինձ թվում է մեզ օգնող մի հանգամանք կա մենք բոլորս խաղում ենք իրական հերոսների ովքեր եղել են գոյություն ունեն իդեպ Թինայի կերպարը որին դու մարմնավորում ես մինչ օրս կա ողջ առողջ եւ այս ամեն ինչի մասնակիցները այսքանով չեն եղել որքանին որ մենք ենք ներկայացնում
բայց մի կարևոր բան կա երևի թե որտեղ մենք շահած ենք դուրս եկել, դա հարևան պետությունում է տեղի ունեցել այս դեպքը Վրաստանում ու եթե տեղի ունեցած լիներ Հայաստանում, կարծում եմ բավականին դժվար է լինելու, որովհետև ասում են, չէ, բայց ինքը նման չէր իրան, ինքը նման չեն իրար, մենք հիմա փորձել ենք ստեղծել ինչ-որ մեր երևակայությունը եւ Արտուրի երևակայությունը միացրել ենք իրար, ստեղծել ենք կերպարներ, ու այդտեղ մեր բախտը մի փոքր բերել է երևի թե որ այդ մարդկանց իրականում ճանաչողներ եթե կան, նույնիսկ ապա շատ քիչ են։ Արդ մի հատ հարց է ինձ հետաքրքրում։ Դու էլ մեծ հաշվով շատ դժվարություններ, չի կարելիներ չես տեսել։ Ես ամենայն դեպս հիշում եմ, որ տարիներ առաջ ընդամենը մի բան չէր կարելի, կար մի կուսակցություն, այդ կուսակցության մասին չէր կարելի վատ բաներ խոսալ եւ վերջ։ Ընդհանուր առմամբ մնացած ամեն ինչը կարելի էր։ Ինչի հատկապես այս գործը, բացի այն որ ինքը շոշափում է գլոբալ թեմաներ, որը մարդկությանը հետաքրքրում է անկախ ազգային պատկանելիությունից, միևնույնն է, ինչի հենց այդ թեման առանց որևէ փոփոխության ենթարկել, որ այո, ազատություն, այո, ջինս եւ այո, չի կարելիներ։ Իմ բոլոր կերպարները, սկսած քննվողներից, վերջացրած քննողից ռոմանտիկներ են, մեծագույն ռոմանտիկներ են։ Եթե նայես պատմության մարդկության էվոլյուցիան ոնց է զարգացել, չգիտեմ, Էյնշտեյնից ավելի ռոմանտիկ մարդ չկար այս աշխարհում իմ համար ամեն դեպքում, հա։ Կինոյի երազող, հա, երազող, Էյնշտեյնից ավելի երազկոտ ռեժիսոր չեմ ճանաչում։ Ֆելինիից ավելի երազկոտ ռեժիսոր չեմ ճանաչում։ Նայ, ես տալիս եմ մարդկանց անուններ, որոնց ռոմանտիզմի հաշվին փոխվում է իրականությունը, փոխվում է օդը, փոխվում է շնչելուց ձևը։ Եվ այս կերպարները իրանց սխալական լինելով, արդարացումներով, ստերով, կեղծիքներով, իրականության հետ ճիշտ բախումներով չէին կարող ուղղակի ինձ չգրավեին, որովհետև իրանց արարքը իմ համար մեծագույն ռոմանտիզմ էր։ Մի հատ եկեք հասկանանք ինչ են անում իրանք։ Անում են մի հատ արարք, որի հաշվին կործանում են շատ մարդկային ճակատագրեր, միգուցե հենց այդ Էյնշտեյններն էին այդ օդանավի մեջ, չգիտեմ, Նյուտոնն էր թռնում, Աստված գիտի ովքեր կարային լինեին, չէ՞։ Բայց իրանք գնում են այդ քայլին, որովհետև ունեն մի հատ գաղափար, մի հատ նպատակ ունեն, ուզում են այդ ճահճից դուրս գան, իրանք արտացոլանքն են միջավայրի, իրանք արտացոլում են թաքնված գաղափարները։ Ուղղակի իրանք են ասենք Գեգա Կոբախիձենը համարձակություն ունեցել դրա մասին ասելու։ Ճակատագիրը բախտը ժպտացել է այդ տղուն, որ ինքն ասի դրա մասին։ Պողոս Պողոսյանը, որը երկու տուն են կողմը ապրել, ասել ախպեր լավ այ ես սենց էլ յոլա կգնամ։ Կապ չունի մենք ինչ ժամանակներում ենք ապրում։ Ընդհանրապես կապ չունի։ Ամեն ժամանակ ունի այդ ռոմանտիզմի կարիքը, այդ ռոմանտիկների կարիքը, որտեղ առանց այդ ռոմանտիկների երկրագունդը անընդհատ նույն տեղում է պտտվում։ Հետաքրքիր չի, անհետաքրքիր է, ոնց առանց իրանց դու չես կարող պատկերացնես քո կյանքը ոնց է շարժվում, դու չես մղվի նոր նպատակների, հա, դու չես ուզենա գնաս ուրիշ աշխարհներ բացահայտելու։ Եկեք այդ անալիզը մի վարքյան մոռանանք, չգիտեմ, լավ արարք էր, վատ արարք էր, պետք չէր, դրանք եկեք մոռանանք, բայց մղումը, որ դա ռոմանտիկա էր, չէ՞, որտեղ մեր աշխատանքն էլ է ռոմանտիկ։ Մենք կարող է փակագծերը բացեմ, կարող է 24 ժամվա մեջ մի անգամ հաց ուտենք, բայց հասկանում ենք, որ մենք մեզ վնասում ենք, բայց այդ 24 ժամը զոհում ենք նրա համար, որ ստեղծենք ինչ-որ բան, որտեղ մենք էլ ենք ռոմանտիկներ։ Մենք դժոխքի միջով ենք անցնում, միջև ստեղծում ենք, միջև ստեղծել ենք ներկայացում, մենք էլ ենք անցել, չէ՞, բարձ ճանապարհ ենք անցնում։ Չէ՞, ինչ-որ բան ստեղծել, ինչ-որ բաներ ստեղծողները միշտ դրանք ռոմանտիկներ են։ Տեղաշարժվողներ են, իրանք դոմինոներ են, իրանք փոխակերպվող երևույթներ են, իրանց գույները երբեք նույնը չի լինում։ Դրանով հետաքրքիր է։ Դասական օրինակ բերեմ, հա, եթե Համլետը չլիներ այդ փոխակերպվող կերպարը, չուզենար այդ բացահայտումները աներ, ինքը այդ ռոմանտիկը չլիներ, այդ պատմությունը կհավասարվեր ամենասովորական պրիմիտիվ թողների մեզ պարոն Շամշյանը, Շամշյանի պատմություններին, ասենց։ Զուգահեռ կարամ անցկացնեմ, ինչ ա եղել, բանը, այդպես մաման մահացել, հերը մահացել է, որովհետև սպանել է մայրը, որովհետև այնտեղ կար դրած ոսկի, այդ ոսկին իրան պետք էր։ Դա սովորական շարքային պատմություն է, բայց էլ մի հատ արի բերենք այդ ռոմանտիկ տղային, որ ուզում է բացահայտի, խորանա, հասկանա ինչի համար ա եղել։ Դες այնտեղ քանի հոգի է զոհվում,
այդ ռոմանտիզմի եւ այդ ճշմարտության հաշվին։ Դրա համար ես էլ ապրում եմ մի քիչ ավելի ուրիշ աշխարհում, որտեղ ինձ հետաքրքիր են այդ ռոմանտիկ երևույթները, ռոմանտիկ բառիս բուն իմաստով։ Այսինքն ուզում եմ որ կյանքը շարժվի առաջ, չեմ ուզում որ անընդհատ նույն ապակուն, նույն ռիթմով թակեմ, տպավորություն լինի, որ դիմացս բաց է, ես կգնամ, բայց պարզվի որ ապակի է, ես անդադ թակում եմ, չեմ գնում։ Այդ կյանքը հետաքրքիր չի։ Պետք է հստակ հասկանաս, ապակի է, ուզում ես գնաս այնտեղ, պատրաստ եղի ջարդելու, առաջ գնալու, ընկնելու, նորից կանգնելու եւ այլն եւ այլն։ Իմ համար դրանք մեծագույն արժեքներ են եւ այս կերպարները սկսած քննողից նորից կրկնվել մինչեւ քննվող, դրանք ռոմանտիկներ են։ Դրանք մարդիկ են, որոնք իսկապես ռոմանտիկներ են, որտեվ նույն քննվողը նույն համակարգի գերին է, նույն քննողը նույն համակարգի գերին է։ Այս երկուսն էլ ուզում են դուրս գան այս ճահճից։ Նա իր ձևով է ուզում դուրս գա, նա իր ձևով է ուզում դուրս գա։ Անտեղ էլ են չէ մարդկային ճակատագրեր։ Մարդկային ճակատագրեր են դրանք, որոնք ուղղակի արվի հետ հավասար sense լողացող խոտեր չեն, էլի։ Դրանք մարդիկ են, որոնք ինձ շատ հետաքրքրել են։ Համլետը լավ օրինակ է, հենց իր ամենահայտնի ու տարածված հարցով լինել թե չլինելը մի քիչ բանն է, ոնց որ կա ընդհանուր մի հատ այդ մարգագետին, որը ունի լիքը խոտիկներ, որոնք սիստեման է, ու եթե դու այդ խոտիկից մեկն ես ու տենց աճելու ես, աշունը պրոստը վերանաս, այդ չլինելն է։ Եթե որոշում ես մեծանաս, դառնաս ծառ եւ հով անես, ասենք այսքան տարածքը, այդ լինելն է, այդ ծառ դառնալու ժամանակ ինչ կարող խոտ ու ծառը ավելի հանգիստ կյանքով են ապրում, դրա համար օրինակը տենց տպավորիչ չլինի, բայց ստեղ էլ օրինակ սիստեմայի վինտիկներ են։ Ու մարդիկ են, ովքեր տենց չլինելը ընտրած ապրում են, էլի կներես հեսա վերջացնում ասես։ Ու ինչ որ ռոմանտիկներ որոշում են լինել, ազատություն են ուզում, ու որոշում են ինչ որ քայլ անել, լինելը այդ քայլ անելու ոնց որ համարձակությունն է։ Հիմա շատ ակտուալ օրինակ է, այս վերջերս նայում եմ մի հատ ֆիլմ Իլոն Մասկի մասին էր, որը տիեզերանավը տիեզերք ուղարկելուց 3 անգամ կանգնած է եղել, 3 անգամ տիեզերանավը ուղարկել տիեզերք, 3 անգամ էլ կանգնած է եղել սուրսն ընկացման եզրին, առաջին անգամ երբ որ տիեզերքը ուղարկել իր տիեզերանավը, որով պետք է կառավարեր աշխարհի ցանկացած տեղում գտնվող 4 ջին, 3 ջին բան եւ այլն, որ մենք ունենք, աշխարհի այդ հարաբերությունը, որ մենք այսօր կարողանում ենք պահենք, այդ ռակետների հաշվին է, ֆիլմում պատմում էր նրա մասին, թե ինչքան աննահանջ է եղել Իլոն Մասկը, որովհետեւ ամբողջ աշխարհը համարել է, որ դա անհեթեթություն է, որովհետեւ բոլորը համարել են, որ դա չի լինելու դա ինչ ես ուզում անես, այսինքն դու ուզում ես մի հատ երկաթի գունդ ուղարկես երկինք, որի միջոցով դու կարողանաս sense տարածվես ամբողջ աշխարհի վրա, դա չի լինելու, եղբայր, առաջին անգամ չի եղել, երկրորդ անգամ չի եղել, երրորդ անգամ չի եղել, հիմա կա։ Եվ 3 անգամ էլ այդ մարդը կանգնած ա եղել սնանկության եզրին։ Ինչի համար եմ այս օրինակը բերում։ Այսինքն մենակ Համլետը չի էլի, մենակ Գեգա Կոբախիձեները ու քնիչները ու թինաները չեն, որ գնում են այդ նպատակի հետևից։ Այսօր էլ մարդիկ կան, որոնք նույնիսկ իրանք իրենց կյանքը վտանգի ենթարկելով, ինչ որ հասարակության շերտի կյանքը վտանգի ենթարկելով, չգիտեմ, ասենք իրենց երեխեքի, իրենց տատիկների, պապիկների եւ այլն, ասենք 1200 հոգու կյանք դնում են զոհասեղանին, հանուն այդ նպատակի երկաթ են ուղարկում տիեզերք։ Թե, բայց ինչ որ բան է փոխվում այս աշխարհում, գույնն է փոխվում, մտածողությունն է փոխվում, մի բան փոխվում է այս աշխարհում։ Այլն չենք շարունակում, էլի զինվորի նման ասենց համրակալ գնալ, փոխվեց մի բան։ Ժողովուրդ, մենք անընդհատ խոսում ենք այդ համակարգի մասին, բայց ուզում եմ հասկանալ, վատ բան է իրականում համակարգը, թե լավ բան է համակարգը։ Լավ բան է համակարգը։ Ես կարծում եմ, որ եթե համակարգից շատ ենք շեղվում, շատ վատ բան է։ Դա աղետ է։ Եթե մենք շեղվում ենք ամեն ինչից, այսինքն այդ ատամնանիվները, որ գալիս sense իրար հաջորդաբար փոխարինում են, երբ որ մենք այդ ատամնանիվները խարտում ենք, թրաշում ենք,
դա շատ վատ բան է ինձ թվում է, որովհետև էլ շարժել չի լինում կամ քանդվում է այդ ամեն ինչը։ Ինչ որ միտեղ երևի թե ձևը պահելով բովանդակությունն է պետք փոխել կամ բովանդակությունը պահելով ձևն է պետք փոխել։ Շատ հաճախ ինձ թվում է կներես, որ այդ ատամները խարտելով ու մի օր հասկանալով, որ այդ համակարգը ընդհանրապես էլ չի աշխատում։ Ինքը մի կետի վրա սկսում է հենց այտենց աշխատել։ Բայց այդ լավա թե վատ է, դա Ինքը պետք է հասկանալ։ չաշխատելու համակարգի մեջ է մտնում։ Ինքը անընդհատ մեկը համակարգ է, քաոսն էլ է իդեալական։ Խոսքս վերաբերում է նրան, որ մենք անընդհատ խոսում ենք մարդիկ համակարգից ուզում էին դուրս գալ, պայքարում էին այդ համակարգի դեմ։ Արդյոք այդքան վատ բան է անդադար, սպասեք պարոն Անտոնյան, արդյոք այդքան վատ բան է անընդհատ համակարգի դեմ գնալ, ավելի ճիշտ այդքան պետք է համակարգի դեմ գնալ, թե ամեն դեպքում էլի եմ ասում, բովանդակությունը պահելով ձևը փոխել, թե ձևը պահելով բովանդակությունը փոխել։ Պարոն Անտոնյան։ Կախված է համակարգից։ Ես օրինակ հիմա ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետություն կա անկախ, ինչ որ համակարգ է ձևավորված, որ հայերով ստեղ ենք ապրում, ունենք SSS արժեքները, SSSR։ այդ MNN-ը։ Ունենք ինչ որ բան համակարգավորված, որ փառք Աստծո կա։ Բայց եթե դա դառնում է արդեն ոնց որ այդ համակարգը ստեղծվել է մարդկանց կյանքը ավելի հարմար, հեշտ, անվտանգ եւ այլն, այդպես բարիքներով լցնելու համար, բայց երբ այդ համակարգը դառնում է մարդուց կարևոր, գործիք, որպեսի կառավարվի, պաթոլոգիա է, մարդկություն, հա։ Եթե համակարգը խանգարում է մարդկանց ապրել, ում է պետք այդ համակարգը, բայց առանց համակարգ չի լինի։ Ոնց որ համակարգը պետք է նենց համակարգ լինի, համակարգներն էլ էլի։ Ամեն համակարգ, բոլոր համակարգները նույն համակարգը չի էլի, ես նկատի ունեմ, որ ամեն ինչ հարաբերական է, եթե որոշել ենք սենց անենք, բոլորով սենց ենք անում, եկեք, թող սենց լինի, բայց եթե որոշել ենք սենց անենք, բայց դա լավ չի անդրադառնում, կամ խոսքի օրինակ 10 հոգի ենք, մեկի չի հերիքում, այն ինչը բոլորին հերիքում է, ինքը խոսքի կմեռնի կամ չգիտեմ, ինքը այդ բանը հետ չի տեղավորվի, համակարգն է պետք է մի փոփոխության, ճկուն լինի, ճկունություն է պետք է լի, համակարգը այդպես մետաղյակ չպետք է լինի։ Գիտես, եթե ընտրություն ունենանք քաոսի ու համակարգի միջև ցանկացած համակարգի, մենք կընտրենք համակարգը, ինչ համակարգ ուզում է լինի։ Բայց այս պարագայում մենք մոռանում ենք մի հատ շատ կարևոր բան, որ մեր հերոսները իրենք արվեստագետներ էին։ Բայց ոչ բոլորը։ Ոչ բոլորը։ Հոգևորական կար այնտեղ։ Այո, մեծ մասը։ Համաձայն եմ Անդոյի հետ, ինչ համակարգ լինի մեկը, մարդիկ լինելու են, որ չի բավարարելու որևէ բան, բայց այս պարագայում բոլորս էլ արվեստագետ ենք, հասկանում ենք ինչ վիճակում էին այդ մարդիկ հայտնվել, երբ որ մեկին արգելում էին ֆիլմ նկարել, մեկին ցուցահանդեսն էին փակում, մեկին առհասարակ արգելում էին նկարել եւ այլն, ինչը բերելու էր այս կետին, որովհետեւ արվեստագետները դրանով են տարբերվում իրենց համարձակությամբ, խենթությամբ ու իրենց իրավունքների համար, իրենց ազատության համար պայքարելու ձգտումով։ Դե բայց Անի ջան, այդ շրջանում նենց չի որ մենակ իրանք էին արվեստագետներ, այնտեղ կային էլի արվեստագետներ, թող ներեն ինձ իմ ընկերները, տենց չգիտեմ, անվանապես չեմ կարող ասեմ, ապրիորի խոսում եմ, իրավունք ունեմ ասելու, ասում եմ։ Ես գիտեմ, որ չկա տենց բան, բայց դե տենց էր, չէ։ Այն մեկը օրինակի համար մի քիչ ավելի մոտ էր համակարգին, ազատ ստեղծագործում էր, ինչ ա եղել, պետք էր ինչ-որ մի հատ պատվեր անել, այդ պատվերը անում էր, հարց չկա, իր 12 կտավը ցուցադրվում էր։ Բայց այնտեղ կային մարդիկ, որոնք ասում էին, ես չեմ կարող պատվեր անեմ, ես պատվերով չեմ կարող նկարեմ։ Դրանից առաջ կար Մոդիլյանի, չէ, որ Սովամահեր էլ նույն այդ խեղճ մարդը գինու փող էր հայթայթում, որ ասում ես չեմ կարող պատվեր նկարեմ։ Նստում էր ինչ-որ կին, ասում էր, ես քեզ լիքը փող կտամ, մի հատ իմ դիմանկարը կնկարես, օրինակ եմ բերում, համակարգ չէր, հա, տեսակը մարդու։ Ասում էր, օքեյ, կնկարեմ, ու հետո նկարում էր մի հատ ծաղրանկար։ Ու հետո պատտվում ասում էր ինձ քո տված փողերը պետք չի ընդհանրապես։ Դուք չեք հասկանում, որ ես պատվերով ոչ մի բան չեմ կարող անել։ Ես պիտի ծնեմ։
դա մարդու տեսակա։ Հա, Դա պատկերացումն է ինքը քո Հա, մասին։ ինքը այտենց չի որ պարտադիր պետք է արվեստագետ լինես, չէ։ Ես համաձայն եմ մասամբ, այսինքն արվեստագետի միջոցով որպես արտահայտչական միջոց գործիք ավելի հեշտ է դրա մասին խոսելը, բայց այդ ժամանակաշրջանում, այդ ժամանակներում ես չգիտեմ, նորից եմ ասում, միգուցե հիմա էլ կա տենց երևույթ, չեմ ուզենա որ լինի այդ երևույթները, բայց կարող է կա, չեմ կարող ասել։ Բայց կան շատ մարդիկ, ովքեր տեղավորվում են փափուկ անգողնում, տեղավորվում են սիրուն տանիքի տակ եւ ապրում են այնպես, ինչպես որ պետք է, ոչ թե այնպես, ինչպես որ արժանի են կյանքը ապրելու։ Բայց դրա արդյունքում շատ բան ծնվեց, դա էլ կա, այսինքն այդ պրեսի արդյունքում, այդ ճնշման արդյունքում ինչքան բան է ծնվել։ Շատ։ Ու հենց դրա պատճառով։ Իսկ հիմա ամենաթողություն կարելի ասել, հա, թեկուզ հենց արվեստի մեջ ու Ճիշտ ես։ ինչ որ վերելքներ շատ քիչ են լինում, շատ անհատական են լինում, ամբողջ համակարգն էլ անհատների վրա է իմ կարծիքով հիմնված, ու այդ մեր դժբախտությունն է ինձ թվում։ Դու արտիստ ես, քեզ որ դեր են առաջարկում, չէ՞, կինոյում կլինի, թատրոնում կլինի, դու որ կարդում ես պիեսը, եթե տեսնում ես, որ այնտեղ հակամիջանցի գործողություններ չկան, այսինքն երկու աշխարհների բախում չկա, ասում ես, ապեր թույլ պիեսա, թույլ սցենար է, ես տեղ անելու բան չունեմ, չէ՞։ Տենց ես ընտրում մասամբ։ Հիմա նույնը կյանքն է։ Այսինքն եթե այդ երկու բախումը չկա, ինքը ստացվում է արվի մեջ ընկած խոտի պատմություն, էլի, տենց գնում է ինքը։ Ասում ես, այսինքն պետք է մի քիչ ավելի ոնց ասեմ, հա, էլի եմ, չկրկնվեմ, պետք է ռոմանտիկ լինել։ Ռոմանտիկ լինել, որտեվ երբ որ դու լինում ես ռոմանտիկ, դու գտնում ես ապրելու ճիշտ կերպը, դու գտնում ես ապրելու ճիշտ ձևը, որտեվ հիմա չմտածենք էլի, որ ասում ենք ռոմանտիկ պարտադիր է այստեղ բմբուլ դրածել։ Կամ ծայրահեղությունների գնաց։ Ծայրահեղություններ։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Խոսքը ազատ ապրելու կամքի մասին է խոսքը։ Պետք է երազես ինձ թվում է, ու այդ հենց այդ երազանքների շնորհիվ է, որ մարդիկ թռել են դիեզերք, որովհետև մի օր պատկերացրել են, որ իրանք կարող են այդ անեն, ու դրա պատճառով գնացել են ամեն ինչի, որպեսզի ունենան արդյունք։ Մեր ներկայացումը մի քիչ հենց այդ ծայրահեղությունների դեմ ոնց որ լինի, պետք է լինել ռոմանտիկ չհամակերպվել, քեզ ուզում են մոխրագույն ներկեն, բայց ոչ ծայրահեղ, որովհետև մենք մյուս կողմն էլ ունենք ներկայացման մեջ, էլի։ Շատ կարևոր է այդ մյուս կողմը ունենալ, որովհետև մեր ներկայացումը ամեն դեպքում ամեն մեկը իր ձև է հասկանում, բարձա, ու ամեն մեկը իր հետևությունն է անում, բայց նրա մասին չի որ պետքա խրախուսվում է այդ ամեն ինչը։ Նրա մասին է դուք որոշեք։ Նայեք, ժողովուրդ, եկեք թատրոն տանեկում ջինսի սերունդը եւ մի հատ հետաքրքիր բան է, լավ, մեր աշխատակիցներից, մեր ընկերներից մեկը, Հասմիկը, ասաց, ես շատ ծանոթ եմ այս պատմությանը, ու մինչև ձեր ներկայացումը նայելը ես մտածում եմ, ես ովքեր են սրանք արել, ինչ վատ բան են արել։ Հետո ասում եմ, ձեր ներկայացումը նայեցի, բան եղա, ասում եմ, հուզվեցի, վերապրեցի այդ մարդկանց ողբերգությունը։ Էսա ինձ որ շատերս այդ էին ասում, որ քննիչի կերպարն էին ապրում ակցում, կահայքցում։ Ես վախենում էի Իդեպ քննիչի կերպարում Մինասն է հանդես գալիս, ֆանտաստիկ ուղակի եւ այստեղ որևէ հեգնանք չկա։ Մինաս, միակ բանը, որ ես որպես դերակատարի ցանկանում եմ ասել, շնորհակալ եմ յուրաքանչյուր ապտակի, կսմիթի եւ յուրաքանչյուր գմփի համար գլխիս տեղացող, բայց դա մենք շատ մոտ ենք հանդիսատեսին, այստեղ չի կարելի ինչ որ բաներ խափել կամ իմիտացիա անել, թե ռեալ է ամեն ինչ։ Ժողովուրդ, լավ, իրականում եթե անդադար խոսում ենք, մենք արվեստագետներս ըմբոստ, ռոմանտիկ, ու այս շարքը անverջ կարելի է շարունակել։ Աստված մի արասը, եթե ինչ որ պահից սկսած մենք հայտնվենք, այս ազատությունների, այս ամեն ինչ կարելիների շրջանում հայտնվենք այդ պրեսի տակ, ինչպես Մինասը ասեց, որևէ մեկը մեզնից կգնա այդպիսի ծայրահեղ քայլի ըստ ձեզ։ Դժվարանում ենք պատասխանեմ։ Հա, մարդու մեջ իմ կարծիքով կա հետաքրքիր մի հատ հատկություն։ Միշտ ապրում է փոքրիկը, երեխան։ Այդ փոքրիկը, այդ երեխան միշտ հետաքրքրասեր է։ Ցանկացած տարիքում մարդու մեջ այդ փոքրիկը կա։
Մանավանդ հարցը- երբ որ դու փոքր ես տարիքով, Ահա։ իսկ իրանք բավականին ջահել ժողովուրդ են Այ եղել։ ապրես։ Ու այ հարցը, թե այդ փոքրիկը երբ է արթնանում մարդու մեջ։ Հիմա արի պրոյեկցիա անենք մեր վրա։ Մենք ունենք այդ փոքրիկները, ամեն մեկս մեր մեջ ունենք տենց մի փոքրիկ մեկը, որը տենց քնած է։ Այդ փոքրիկին ասում են մատդ մի կպցրու հոսանքին, որովհետև հոսանքը կտա 220 վոլտ է։ Այդտեղ փոքրիկը արթնանում է, ասում է, չէ, ես պետք է կպնեմ ինքս համոզվեմ։ Հասկանում ես, մենք չգիտենք մեր մեջ այդ փոքրիկը երբ կարթնանա, որովհետև մեր 2020 թվականի պատերազմի ժամանակ 44 օրյայի ժամանակ շատ տղերքի մեջ արթնացել են այդ փոքրիկները։ Ես մի դեպք պատմեմ, նկարում էի մի հատ տղայի, ով որ քաղաքացիական կյանքում ուղիղ կապ ունի քո տված հարցի հետ եւ ուղիղ կապ ունի մեր ներկայացման հետ։ 44 օրյայի ժամանակ ինքը գնացել է կամավորը գրվել է, գնացել է ամենաթեժ գից, բայց քաղաքացիական կյանքում ինքն եղել է Սասունցի Դավթի կերպարով մեկը եւ իր տարածաշրջանում հարցեր լուծող երիտասարդ է եղել, երբ որ ինքը իրան համարել է ֆիլմի հերոս, այսինքն ինքը մտածել է, որ ինքը ամենտեղ այդ Ռեմբոն է, հասկանում ես, գերագնահատել է իրան քաղաքացիական կյանքում եւ դա տեղափոխել է պատերազմի դաշտ։ Այնտեղ իր մեջ արտնացել է լրիվ ուրիշ փոքրիկ, ինքը պատմում էր ու ասում էր, որ ես փնտրում էի մի հատ ծանոթի, որ կմտնեմ իր թևի տակ ու գտել եմ այդ ծանոթին, որի իմ կեսի կեսն է, ենթադրենք ես 130 կիլո եմ, ինքը 40 կիլո է։ Ես մտել եմ իր թևի տակ, որ պաշտպանվեմ, որ չվախենամ, որտեվ ես սկսեցի կարոտել մամայիս այդ ժամանակ։ Այդ ասում է այն տղեն, որ եղել է այստեղ Սասունցի Դավիթ եւ այնտեղ Սասունցի Դավթին պաշտպանել է այն տղեն, որ քաղաքացիական կյանքում երբեք չի պատկերացրել, որ իր մեջ կարտնանա իրական Սասունցի Դավիթը, որ չափերով այսքան է։ Այսինքն մենք չգիտենք մեր մեջ ով կարթնանա որևէ սիտուացիայում եւ մեր որ բնազդը կարթնանա որ պահին, էլի, չգիտենք։ Երբ որ մենք ծարավ ենք մնում, ջրերը կտրած են լինում, մենք ամեն ինչ անում ենք, որ մեր ծարավը հագեցնենք։ Երբ որ արև է լինում 40-ին 42 աստիճան, մենք չգիտես որտեղից գտնում ենք մի հատ հովտեղ, մտնում ենք այնտեղ։ Երբ որ մենք շտապում ենք, բայց ունենք 2 րոպե, չգիտեմ, 10 րոպեանոց ճանապարհը անհասկանալիորեն հատում անցնում ենք։ Մարդը իր մեջ ունի այդ մյուս կերպարը, Վահան ջան, որը չգիտես երբ կարթնանա, ինչ հանգամանքներում կարթնանա։ Դրա համար կա հայտնի լավ ասույթ, որը ասում է մի դատիր, որտեղ դու չգիտես քո հետ ինչ կլինի, էլի։ Ուղիղ կապ ունի քո տված հարցի հետ։ Միգուցե այդ մարդիկ երբեք մեր հերոսները, հա, երբեք չեն մտածել, որ նման արարքի կդիմեն։ Անդոն լավ է ասում, այդ ճահիճը հելել է, ասել է, այստեղ խեղդում է այդ մարդուն։ Ելք պետք է փնտրի այդտեղից դուրս գալու համար։ Վերջ, դրա մասին է ընդհանրապես։ Մեր ներկայացման մեջ մի շարք այլ հերոսներ էլ կան, իդեպ մեր ողջույնները մեր ընկերներին, թվենք բոլորի անունները, Անդրանիկը թող իր համբույրները ուղարկի։ Հայկը Հովանեսյան, Սաթենիկը Հազարյան, Արսենը Ալբարյան, Արսենը Ազիզյան, պարոն Կոստանյան Արամը եւ մենք ոչ ոքի չմոռացանք, չէ՞, կարծես թե։ Եվ մենք փետրվարի 14-ին եւ փետրվարի 21-ին թատրոն տանիքում խաղում ենք Ջինսի սերունդը ներկայացումը։ Իդեպ թատրոն տանիքումը ձեզ համար ունի անակնկալ ընկերներ։ Եվ այսպես, ձեզ սիրով նվիրում եմ յուրաքանչյուր ներկայացում կարող եք նայել այստեղ կան 4 տոմսեր, խնդրեմ, բայց ես մի առաջարկ ունեմ, քանի որ մենք վստահաբար կարող ենք գալ եւ նայել ցանկացած ներկայացում առանց այս ամենի, դուք կարող եք սա համացանցում խաղարկել, ձեզ հետևող մարդիկ թող գան եւ մասնակիցը դառնան մեր ներկայացումների, համաձայն եք։ Շատ լավ տարբերակ է։ Ես ստուգելու եմ, որովհետեւ յուրաքանչյուրի հետևում եմ Instagram-ում եւ դա եթերով այս թողարկումից հետո արվի։ Թող այս թողարկումից հետո արվի, իդեպ չեմ հիշում, թե երբ է այս հաղորդումը եթերում լինելու, եթե հիմա ինձ հուշեն մի փոքր ձախ կողմից եւ ես լսեմ, կասեմ, թե երբ է լինելու եթերում, չենք լսում որևէ բան եւ շարժվում ենք առաջ։ Անի, ամենադժվար աշխատանքը երևի թե քոնն էր, որովհետեւ դու աշխատում էիր մի մարդու հետ, ում հետ նաեւ քո կյանքն ես կապել եւ միասին շարժվում եք առաջ։ Քննադատություններ հատկապես փորձերից հետո ներկայացումներից հետո կամ գովեստի խոսքեր, որովհետև Արթուրը ովքեր չեն ճանաչում, ասեմ, որ աշխարհի ամենաբարի ռեժիսորն է եւ երբեմն այդ բարությունը իրեն նաեւ կարող է խանգարում է։
բայց միշտ ներկայացումները նույնիսկ եթե եղել են որոշակի բացթողումներ, մոտեցել շատ բարի եւ դրական ինտոնացիայով, մյուս անգամ թող տենց չլինի։ Ճիշտ է արդյոք։ Տաննելա նույն պատմությունը, թե ոչ այնքան։ Ազնվության համար թող ասի, որ ամեն ներկայացումից հետո ես չեմ սպասում, որ ինքը քննադատի, ես եմ սկսում քննադատել ինքս ինձ, դա, չգիտեմ, այդպես է միշտ ինձ մոտ, փաստում ես։ Հա, Բայց լսում էին ինչ էր ասում։ Վստահ եմ, որ դե կրկնի ինչ էր ասում։ ամեն Հա, ներկայացում։ շնորհակալություն, հետո անի։ Բայց ինձ դե կյանքի բերումով մենք արդեն մի մարդ ենք եւ ինձ պետք չի որ ինքը ասի որ նոր ես հասկանամ որ որևէ բան այն չէր ես մոտենում եմ իրան ներկայացումից հետո նայում եմ իր հայացքին արդեն པարզ է ամեն ինչ բնականաբար երևի թե ավելի շատ բան ես ունեմ անելու որովհետեւ կարծում եմ ավելի շատ պահանջի ինձնից է եղել Հենց դրա մասին էր ասածս, որ դե դժվար էր, այո, դժվար է, բայց ես այնքան սիրով եմ անում այդ ամեն ինչը։ Ամենակարևորը իմ համար իր հետ զրուցելը, իրենից մի բան ավել իմանալը։ Ճիշտ է, այն ժամանակ ինչ որ sense շատ էի լսում իրեն, մենակ լսում էի, չէի խոսում, հիմա արդեն բանավիճում եմ, ինձ թվում է այդ արդեն լավ է։ Այդ լավ է, ինչ որ առաջընթաց կա ինձ մոտ էլ, բայց սիրով եմ հաղթահարում այդ դժվար փուլը։ Չի եղել է որ ինքս ինձնից եմ նեղվել, որ չեմ արել այնքան ինչքան որ կարող եի, որովհետև ինչքան էլ ինքը ասի, ես գիտեմ ինչքան կարող եմ անել։ Բնականաբար բոլորիս մոտ այդպես է։ Չէ, իրենից չեմ նեղացել, չեմ նեղվել, միշտ ուզում եմ քննադատի, միշտ հարցնում եմ, ինքն էլ երբեմն ինձ խղճումա չի ասում, բայց ես մեկը հասկանում եմ։ Բայց ընդհանուր առմամբ գոհ ես ներկայացումից կարծում եմ, չէ՞։ Ես հրաժարվում եմ այդ հարցին պատասխանել։ Շատ վատ է, բայց ես նաև ներկայացման մասնակից եմ, այնպես որ ինձ էլ կարող եք հարցեր տալ, ընկերներ, ես էլ սիրով չեմ նայել։ Ամենայն Ես այնքան անկեղծությամբ չեմ մեծ նայել։ սիրով կուզեի ես ունենայի դուպլոր ու ես նայեի, ես ներկայացումը, ես Վահան, առաջին օրն եմ ասել այդ մասին։ Ես հարցեր ունեմ։ Սիրով։ Դու ինչ կուզենայիր փոխես ներկայացման մեջ, ինչ կա որ քեզ չի հերիքում։ Բոլոր գաղտնիքները հիմա բացեմ։ Բացի։ Okay, բացում եմ։ Ես շատ կուզեի ներկայացման ծննդի սկզբից լինել, որովհետև ես բավականին ուշ եմ միացել ներկայացման ընթացքին։ Ոնց ես միացել կպատմես։ Իրոք։ Ուզեք ես պատմեմ։ Չէ, ես կպատմեմ։ Ես ինձ համար վայելում եմ իմ օրը եւ զանգ Սարիբեկյան, ալո, ապա խնդրում եմ էլի արի այդ ներկայացումը խաղա։ Լավ, վերջ։ Այսպես ես հայտնվեցի ձեր շարքերում ընկերներ, չգիտեմ ավել պակաս կներեք թե Բայց գոհ ես, դժգոհ ես։ Ես շատ գոհ եմ, մնում է դուք գոհ։ Մենք եւ ռեժիսորը որ չի պատասխանում։ Շատ գոհ եմ։ Ես ուշ չեմ միացել։ Ես Վահանից ուշ չեմ միացել։ Դե ես չգիտեի որ դու նույնիսկ պիտի միանաս կամ չպիտի միանաս, այո, նույնիսկ Ես մի գաղտնիք բացեմ, ներկայացում սկսելուց առաջ պետքա հոտոտես իմ էլի բանն եմ ասում, էլի մտածածը։ Պետքա հոտոտես գտնես ամենակարևոր կետերը, որովհետև եթե այդ կարևոր կետերը չես գտնում, այն մյուս կարևոր կետերը, որոնք միգուցե ավելի կարևոր են, դա ինչ եմ ասում, աբսուրդ եմ ասում, բայց դա տենց է։ Կարևոր կետ է, կարող է այն մեկ ավելի կարևոր է, կարող է Անդոյի ոստիկանը շատ ավելի կարևոր է, քան ասենք Գեգայի կերպարը, կամ Գեգան ավելի կարևոր է, քան քննիչինը, բայց դու որպես ռեժիսոր պետք է կարողանաս հոտոտես գտնես քո համար կարևոր կետերը, դրանք ֆունդամենտը ճիշտ գցես, հետո մնացածին նոր բերես։ Իմ համար շատ կարևոր կետեր կային, ես գտել էի այդ կարևոր կետերը։ Կարևոր կետերից մեկը այն էր, որ ես իմ մտքում հասկացա, որ դա կարող խաղա նաև Վահանը։ Ու կարևոր կետերն էր, որ իմ կողքը կար Մինասը։ Կարևոր կետերից մեկն այն էր, որ անվերապահորեն ինձ հավատում էր Անին։ Կարևոր կետերից մեկը այն էր, որ թատրոնն էր անվերապահորեն հավատում։ Գիտես դա ինչ պատասխանատվություն է։ Իհարկե։ Այս կետերը, որ դու ունենում ես, քո թռիչքները, քո քայլերը ավելի մեծ են լինում։ Ընդհանրապես դա մասնագիտական բան եմ ասում, կարող է անհասկանալի է ինչ որտեղ արտահայտվում, բայց դրանք զգացողություններ են, Վահան ջան։ Ես մտքում անալիզ եմ անում, մտքում քո փոխարեն խաղում եմ, հետո նոր քեզ զանգում եմ։ Ես մտքում Մինասի տեղը խաղում եմ, այ Մինասը ոնց կաներ։ Կարող է ես Մինասի հետ ներկայացում չեմ արել, բայց ես Մինասին տեսել եմ, չէ՞։ Այս ներկայացման մեջ, կյանքում, այ ոնց է կոֆե խմում այս տղեն, ինչ հետաքրքրասիրություններ ունի, ինչ որ
բան, Instagram ունի, ասենց կարելի է մտ թերթել, չէ՞։ Տենց բաներ կան այս կյանքում։ Բայց դրան որ սկսում ես քո պատը շարել, էլի։ Ստացվեց։ Միանշան է։ Ավելի հասկացա։ Ես գիտեմ ինչի եմ այդքան ուշ միացել, որովհետև իմ կերպարը չիթկեքին մասնակցելու ընդհանրապես իմաստ չուներ։ Այն է ընթերցանությանը։ Այո, որովհետև իմ կերպարը ավելի շատ ոչ թե ոնց որ իմ կերպարը ուրիշ ժանրի ոնց որ ֆունկցիա կատարի, իմ կերպարը ավելի շատ կոմիքսի ժանրում ոնց որ լինի, ձերը դրամայի։ Կոմիքս ինչով, որ ես ավելի շատ պատկերներ մթնոլորտ, իմ կերպարը ավելի շատ պատկերներ մթնոլորտ է ստեղծում։ Փոքրիկ ինչ որ մի երկու տեղ է, որ ինչ որ բան ասում, բայց ես զգում եմ, որ իմ կերպարի ներկայության ժամանակ ինչ որ լարվածություն կա ընդհանուր մթնոլորտը, ոնց որ տենց բան ստրախով կա։ Սրվի էլի ավելի։ Հա, ինչ որ տենց բոլորը ինչ որ զգուշավոր ոնց որ լինի։ Դու բալանսի ես բերում քո ներկայությամբ։ Կշռակարն է։ Ինձ համար ճիշտ ասած ամենակարևոր կերպարներից մեկն է։ Ես համաձայն եմ քեզ հետ լիարժեք, որովհետև շատ տեղեր նաև կոտրվում է այդ շատ լարված վիճակը քո մուտքով։ Եվ սրվանքը, այո, Բավականին կարևոր ֆունկցիա։ Սիստեմայի մասին եմ ուզում բան ասել, էլի։ Բոլոր մեզ լսողներն եմ մի հատ իրանց մեջ կարան անալիզ անեն, գուցե ինչ որտեղ համաձայն են։ Սիստեմը եւ իմ կերպարը դե սիստեմի վինտիկն է, ամենա բարի բուն իմաստով։ Հավաքական կերպարը, որը տենց ինչ որ մեկը չի, տենց ինչ որ մի քանի 100 կամ բազմահազարանոց մարդիկ են եղել, որոնք բոլորի հոգու մեջ ապրել է իմ կերպարը։ Հիշում ես քեզ ինչ է ասում կներես փորձերի ժամանակ, ասում էի խնդրում եմ ծաղրի բոլոր այդ ներկայացուցիչներին, չէ՞։ Հա, ու այս ներկայացման ընթացքում այս կերպարը նաև սիստեմի անդամ, սիստեմի մասնիկ դառնալուց, սիրելի լսող, դու սիստեմի մեջ մտնում ես, այնց ինչ որ լայթ ծանրաբեռնվածությամբ, որ անգամ մարդկային առումով դու հասկանում ես, որ դա այդքան էլ լավ մարդկային բան չի, բայց կարող է անգամ ինչ որ բանը այնց ստացի, որ գով են բանման, դու տենց քեզ մի բանը հպարտ ես զգում, որ դե ոչինչ լավ, ինչ, բայց տեսեք ինչ որ բան է կառուցվում կամ ինչ որ բան է ստացվում, բայց միշտ գալիս է ինչ որ պահ, պատվոխի պահը, երբ որ հոգիդ պետք է ծախես, եթե սիստեմի վինտիկ ես, այն սիստեմի իհարկե էլի բոլոր սիստեմները մի սիստեմը չեն ես հիշելով, երբ որ սիստեմը անմարդկային բաներ ունի արտահայտ միջոցներ տարել շնորհակալություն ունի, ինչ որ պահը գալի, երբ որ հոգիդ կորում է, դու արդեն հոգիդ մոլորվում է, էլի, դու արդեն դառնում ես ինչ որ օրգանիզմ, որը այդպես հոգևորը արդեն տենց դու հասկանում ես, որ վերջացավ։ Ու այս իմ կերպարը, օրինակ իմ մեջ այդպես մի հատ նաև ինձ բացատրել է, դե իհարկե թատրոնը դերասանի համար ինքնակրթության, ինքնամաքրագործման տեղ է, որտեղ ես օրինակ շատ բաներ մինչև այս ներկայացումը անգամ ամեն սեանսից հետո նոր բաներ է իմ մեջ բացահայտվում կյանքի մասին, էլի ոչ թե թատրոնի կամ Իդեպ դա շատ նկատելի է, անդ, որովհետև ներկայացումից հետո քո հետ շփվելը բավականին մեծ հերոսություն է։ Եթե մեզ մոտ ստացվում է քո հետ շփվել, բայց ասեք, որ վերջիններում արդեն երբ որ տենց հարմարվեցի, արդեն տենց շատ տխուր չեմ դիմում։ շատ տխուր չես լինում, բայց իրականում լավ բան էի ասում, շատ մեջն ես լինում, միշտ ներկայացման եւ նենց չի որ փակվեց վարակույրը, պայմանական վարակույրը փակվեց ու փոխվեցինք դարձանք ուրիշ մարդիկ, չէ՞, մենք տեսել ենք ու ինչ ապրումների մեջ է։ Ներկայացումից հետո շատ ծանր էր, բայց հենց կարող է այդ հասկ ոչ թե ներկայացման էմոցիոնալ դաշտն էր տենց ծանր, այլ իմ մեջ մարդկային առումով նենց ինչ որ հարցի պատասխան ընկավ ինձ, որի գիտակցումը օրինակ ոնց է մատրիցայի մեջ ասում, отпустите դիշի պրոստը դիշի։ Մի քիչ այտենց բան կար առաջին մի քանի սեանսից հետո։ Բայց հետո արդեն մեխանիկա դարձավ։
Շնորհակալություն ընկերներ հետաքրքիր զրույցի համար եւս մեկ անգամ հիշեցնենք փետրվարի 14-ին եւ փետրվարի 21-ին, փետրվարի 14-ին ժամը 19-ին եւ փետրվարի 21-ին ժամը 20-ին թատրոն տանիքում մենք սիրով բոլորից սպասում ենք, կայանալու է Ջինսի սերունդը ներկայացումը։